Գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է գերիների եւ պահվող անձանց խնդիրը եւ ցավում եմ, որ շատերը առանց սպասելու մեր արձագանքին եւ մեր պատմություններին շտապել էին հաստատել իրենց գոնե սոցիալական մեդիաներում, որ մենք այդ հարցը չենք բարձրացրել եւ մեզ քննադատում էին դրա համար, ցավում եմ, բայց շատ շտապել էին, որովհետեւ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել հարցը։ Եվ ավելին ասեմ, որ ոչ մի սահմանափակում, ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որովհետեւ մենք այս հարցը չբարձրացնենք։ Մենք բոլոր ծանոթ եք երևի, որ միջազգային ատյաններում, կառույցներում մենք բարձրացրել ենք եւ պարբերաբար շարունակում ենք բարձրացնել այս հարցը եւ Կարմիր խաչի վերջերս բացակայության հանգամանքով պայմանավորված եւս մի ալիք, այսպես նամակների գնացել է։ Այդուհանդերձ ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած եւ մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն եւ հիմնավորել նրբանկատորեն, որպիսի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության եւ փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Ես ավարտեմ իմ խոսքս ասելով, որ մենք մեր խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունենք։ Մենք մեր չափը, այսպես ասած, շատ լավ պատկերացնում ենք, բայց այդուհանդերձ բոլորս էլ համաձայն ենք, որ այս փոքրիկ այցի, հանդիպման, դեմ առ դեմ խոսակցությունների, զրույցների արդյունքում մենք երևի ավելի ենք նպաստում դրական լուծումներին, քան հակառակը։ Շնորհակալ եմ։ Ինչ կապված է գերիների հետ, ամեն դեպքում ստեղ կան առաջնահերթություններ, տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի առաջընթաց։ Եվ հիմնականում այդ հարցին է անդրադարձ եղել նաև ադրբեջանական կողմի։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ, որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել, բայց պետք է նաեւ մենք հասկանանք մի բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաեւ հակառակ նշանով ադրբեջանական հասարակությունում, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը, ասենք, Ադրբեջանի համար ցավ է, ադրբեջանական հասարակության համար։ Եվ անգամ եթե դա օբյեկտիվ պատկերացում չի, դա ազդեցություն է թողնում գործընթացի վրա։ Եվ այդ ուղղությամբ պետք է աշխատել, եւ այդ պատճառով կարևոր է եւ լրատվամիջոցների համարժեք adekvat աշխատանքը, դրա համար անհրաժեշտ է փաստերի ստուգման գործընթացը, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք, եւ այդ փաստերը կարող են վերաբերել եւ այդ գերիների դերի հետ կապված հակամարտության շրջանակներում, որտեղ այստեղ էլ բազմաթիվ առասպելներ կան, եւ ընդհանրապես իրավական գործընթացի հետ ոչ մի առնչություն չունեցող մոտեցումներ եւ գնահատականներ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա քաղաքական process է ավելի շատ, քան իրավական process։ Եվ եթե մենք կարողանանք նաև փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ, հասարակության շփումների շնորհիվ դա բերենք հնարավորինս իրավական դաշտ եւ ազատել քաղաքական էմոցիոնալ վերաբերմունքից, այդքան խնդրի լուծումը ավելի դյուրին եւ իրատեսական կլինի։ Մնացածը պարոն Ավասարյան, այսինքն առաջնահերթություն չէ, դա ձեր մեկնաբանությունը դուք տեսակցել առաջնահերթություն չէ։ Բայց իրենց մերժումը, այսինքն դուք մերժում ստացել եք պաշտոնապես իրենց իրավասու։ Եթե դա չի առաջարկվել որպես ծրագրի մաս, նշանակում է մերժվել։
որտեղ մեզ առաջարկվել է օրակարգ մեր այցելության, մենք դրա վերաբերյալ ունենք որոշ մեկնաբանություններ եւ քանի որ առաջարկի մեջ չկար տեսակցությունը, թեև մենք այդ ցանկությունը հայտնել ենք, դա նշանակում է այդպես պարկեշտ մերժում։ Իսկ ձեր քննարկումներում, այսինքն արդեն այնտեղ մենք հիմնականում քննարկում ենք վերադարձի հնարավորությունը, քանի որ դա է առաջնահերթությունը։ Ես այստեղ մի բան հավելեմ այս թեմայով, կներեք, էլի, վերադարձի հետ կապված, ես ուզում եմ արձանագրել, որ նախ մենք նույնիսկ այսպեսի առաջարկ ենք արել, որ քանի որ մենք ինքնաթիռով ենք, եւ ինքնաթիռով ենք վերադառնում, եթե հնարավորություն կա մեր հետ մարդիկ վերադառնան գերիներից, ես ուզում եմ ասել, որ այդտեղ այնպես չի, որ այդ մեր առաջարկները եւ այդ մեր գաղափարները մերժվել են։ Դրանց վերաբերյալ ֆորմալ, եթե ես ասեմ, թե մեզ մենք ինչ պատասխան ենք ստացել, որ այս գործընթացը ընթացքի մեջ է։ Այսինքն այստեղ ոչ կա դրական պատասխան, ոչ կա բացասական պատասխան։ Ավելի շատ երևի թե պատասխանն է, որ պատասխան այս պատմության այդ հարցին չկա։ Դա այդ թեմայով, բայց այստեղ նաև մի բան եմ ուզում արձանագրել, որտեղ սա նույնպես շատ քննարկվեց։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ մեր այցը քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ։ Այո, մենք այս պատմությամբ ձեզ ներկայացնելու արդյունքներ չունենք, բայց իմ խորին համոզմամբ մեր այցը քայլ առաջ է եղել այդ process-ի մեջ եւ այդ process-ի բարեհաջող ավարտի ուղղությամբ։ Հարցը բարձրացնելը մեծ հերոսություն չէր, ոչ էլ մեծ բարդություն, հա։ Մենք այնքան ենք այդ հարցը բարձրացրել, որ անգամ իրենց ներկայությամբ խնդիր չէր հարցը բարձրացնելը։ Մենք խնդիր ենք դրել որպես խումբ, խոսել այս մասին այնպես, որ իրենք ավելի լավ պատկերացնեն, թե ինչու է երկու կողմերի շահերից բխում այս խնդրի լուծումը եւ ինչու այս խնդիրը այլևս չի տեղավորվում խաղաղության գործընթացի տեմպի անգամ հետ, հա։ Եվ այդ էր պատճառը, որ մենք չփորձեցինք օրինակ փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ ճնշման սպառնալիքի կամ անհուսության ինչ որ խնդրանքի տեսքով, հա, մենք փորձեցինք սա ավելի տեղավորել խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ հասկանալի լինի, որ եկեք այս հարցը լուծենք, շարժվենք առաջ։ Ամեն դեպքում կարծում եմ այո, ինքը ասաց, որ քայլեր անում են, անընդհատ հավաստիացնում էր, որ կա ակտիվ բանակցային գործընթաց այս ձեր ուզածի հետևում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։